Գյուղացի Մուշեղը այս տարվա կարտոֆիլի բերքից այնքան էլ գոհ չէ։ Ի տարբերություն անցած տարվա արտակարգ բերքի, այս տարի կարտոֆիլը միջին որակի է։ Ասում է պատճառը անորակ սերմն է եւ պարարտանյութի պակասը։ Գիտեք ոնց են տալի մեզ սերմը լապատկով լցնում են, հողախառը բերում ենք 250-270 դրամով, բերում ենք ստեղ լվանում ենք դաժե ջրով, լվանում ենք, մաքրում ենք, տալիս ենք մարդկանց։ Վատն է, որ մեր արտադրանքը շատ է, չեն կարողանում իրացնենք։ Գալի առնում են մեզանից 70-ով տանում 150-200 քաղաքացու վրա են ծախում։ Առաջի վերարտադրությունը կա, երկրորդ վերարտադրություն կա, դրանք գների փոփոխություն է։ Դե բնական է գյուղացին գնալով չգիտի առաջինա թե երկրորդն է։ Ոնց ասում են, մենք հարմարվում ենք, բայց հանելուց հետո տեսնում ենք, որ ինքը այն չի։ Պարարտանյութը 13-10,000-ից ոչ պակաս, մենք ոնց անենք, մեր դրած ծախսը չենք անում։ Կարտոֆիլի գործը պակասել է, փոխարենը բլոտ խաղացողների թիվն է ավելացել։ Վաճառքից օգուտ չկա, գոնե այսպես մոռանում են հոգսերը։ 80 դրամով չեն կարում կարտոշկեն ծախենք, 70 են ուզում, այտենց է տակ ենք տալի։ Նստած զբաղվում ենք, կարդ ենք խաղում, ինչ անենք։ Նախորդ տարի կարտոֆիլը ռեկորդային բարձր գին ուներ, այս տարի ռեկորդային ցածր է։ Ծիածան գյուղի հողագործները 110 հեկտար կարտոֆիլ են մշակում։ Մտահոգված են, լավ կարտոֆիլի փոխարեն վարկի տոկոսներն են աճում։ Այն ժամանակ կուրսը 360 էր, հիմա դարձել է 420։ Ինչքան ծախենք, որ այդ դոլարի կուրսով մենք փակենք։ Ու գալիս է այն սեզոնը, որ յուղացին արդեն վարկերի տակ ճռում է, պարարտանյութը դրին թանկացրին։ Ամբողջ գյուղը վարկի տոկոսի տակ է, միջև հիմա այսօր էլ սկսած վարկի փակման ժամանակը չի կարա փակի հեսա։ Նորից վարկ վերցնի ու իր վարկի հետ փակի։ Արադ բերքի դեպքում գինը բնականաբար նվազում է։ Այդ դեպքում ջրի գնով վաճառելու փոխարեն ապրանքի մի մասը կարելի է արտահանել։ Հնարավորության դեպքում հողագործները կարտահանեին բերքը։ Հնարավորություն չունենք արտահանելու։ Գյուղացիներն ասում են, օլիմպիական սկզբունքով են հողագործական աշխատանքներ կատարում։ Կարևորը մասնակցությունն է, իսկ շահույթը բախտի բան է։ Ես էլ sense ախպեր ջան։ Կարինե Վարդանյան, Էդվարդ Չախալյան, ժամը լրատվական, Արմավիր։